Ժողովուրդ բռնվեք, չեք պատկերացնի ինչ առանձնատուն եմ գտել Օհանավանում, տենալու եք խփնվեք։ Ճիշտ է, դրսում անձրև էր գալիս, բայց ես դե չեմ կորցնում, ինձ պատկերացնում եմ ինչպես այն չաղ ձյաձյաները, որ այստեղ համով խորոված են պատրաստում։ Ստեղ ես մենակ մի բան էի մտածում, քիչ ջան, դու քո նման լավ մարդիկ արժանի եք ես տակ լողավազանում լողակ։ Գիտեք ինչ եմ սենց վազում, որ շատ արագ ձեզ ցույց տամ ես հաց ուտելու տեղը, դե իհարկե տաղավարի 35 անձի համար նախատեսված։ Նայեք ինչ լավ են մտածել, մեծ տարածք, որ շատ ուտենք, չաղանանք, իրար չենք խանգարի։ Այստեղ անգամ խոհանոց կա, անհրաժեշտ սպասել տրամադրվում է։ Սպասեք, էլի կարևոր բան կա, որ պիտի ցույց տամ։ Էլ ինչ քեֆ ուրախություն առանց երաժշտություն գնաց։ Լավ, բարեցինք, ուրախացանք, բայց մի հատ դուք ստատ ես եկել, չեմ հասկանում, ես տունա թե գլուխ գործոց։ Այս հյուրասենյակն է, ես էլ չգիտեմ ինչի դրել եմ բալետի պարողի տեղ, թե ասեք քիչ ջան, քո տեղը խոհանոցն է։ Ինչ ես խոսում, ինչ խոհանոց, ուզում ես ասեի, որ ստեղ սենց թույն խոհանոց էլ կա ներսում։ Եկեք բարձրանանք սենյակները, տեսնենք մի հատ էլ էս սենյակը նայեք էլի։ Կարամ, չէ՞ ես կյանքում գոնե մի օր ինձ հեքիաթի միջի զոլուշկան զգամ։ Բայց բաց պատշգամբից բացվող տեսարանը ասում եք էլի Հայաստանը ուրիշ է։ Լավ, գնանք այն մյուս ննջարանն էլ տենանք։ Ոնց հասկանում եմ, ստեղ 3 հատ ննջասենյակ կա, նշանակում է ստեղ լիքը մարդ կարա քնի։ Մեկ էլ հանգիստ եղեք, շատ փափուկ է, ես տուգել եմ։ Երեխեք շոկը շոկի մեջ է, այստեղ ոտքերով քայլեր եմ անում, գնում, որ ձեզ ցույց տամ մեր խարույկի զոնան, դրսում ցուրտեր, ես էլ իզ ներշնչել էի, իբր կրակ կա, ուստես տաքանում էի, մի հատ իդեալականություն էլի գնացինք, լավ էլի բան կա այստեղ ցույց տալու։ Քիչ ջան, որ քեզ ասում էին պինգ-պոնգ խաղալ սովորի, այսօրվա համար էին ասում, որ չգա այստեղ անկապ կանգնեիր, իբր խաղում ես էլի։ Լավ, խաղացողները կգան, վերջում այստեղ կնստեն, իրանց համար կհանգստանան։ Դե իսկ ամրագրումների համար գիտեք ում եք դիմելու։